Կրկին եմ ասում, ուրախ եղեք։ Պողոս առաքյալը մշտապես ուրախանալու իրական երջանկության մաղթանք է անում իր հավատացյալներին։ Իսկ ինչ է իրական ուրախությունը։ Երբ ենք մենք ուրախ, երբ ենք մենք երջանիկ։ Ցավոք սրտի մեր ուրախությունը շատ անգամ պայմանավորված է լինում ինչ-ինչ հանգամանքներով։ Մենք ուրախ ենք, երբ որ հաջողություն ունենք, մենք ուրախ ենք, երբ որ առողջություն ունենք, մենք ուրախ ենք, երբ որ հարստանում ենք, եւ ընդհակառակը տխրում ենք, երբ որ աղքատանում ենք, տխրում ենք, երբ որ հիվանդանում ենք, տխրում ենք, երբ որ անհաջողություն է լինում, չի ստացվում մեր գործը, ինչ որ գործ ենք նախաձեռնում եւ չի ստացվում։ Այսինքն մեր ուրախությունը ցավոք սրտի շատ անգամ պայմանավորված է լինում ոչ հոգևոր հանգամանքներով։ Բնականաբար Պողոս առաքյալը սրա մասին չի խոսում։ Քրիստոսով ուրախ եղեք։ Աղքատ եւ հարուստ վիճակում ուրախ եղեք։ Հաջող եւ անհաջողության մեջ ուրախ եղեք։ Առողջության եւ հիվանդության մեջ ուրախ եղեք։ Քրիստոսով ուրախ եղեք։ Իսկ որտեղից այդ ուրախությունը մենք գտնենք։ Ուրախությունը երկնքից է եւ մեր միջից, որտեղ մեր Տերն Ավետարանում ասում է երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Երկնքի արքայությունը երկնքում է, բայց մեկ էլ երկնքի արքայությունը հայտնվում է մեր մեջ։ Եվ մենք տեսնում ենք երկնքի արքայության երանություն, որտեղ երկնքի արքայություն մենք ասելով հասկանում ենք խաղաղություն, երանություն, երջանկություն եւ ներդաշնակություն, կատարյալ սեր, որտեղ չկա վիշտ, որտեղ չկա ցավ, հեծություն եւ նեղություն, այլ կա կատարյալ ներդաշնակություն եւ խաղաղություն։ Երկնքի արքայության բանալին մեր մեջ է։ Մենք ինքներս պետք է գտնենք ու բացենք երկնքի արքայության դուռը մեր մեջ եւ գտնենք այդ երանությունը։ Աստծո ներկայությունը մեր մեջ է, խղճի ձայնով, որտեղ Աստված մեր մեջ համակարգ է դրել, մեր խիղճն է դա։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում, խիղճը մեկ է, բայց երկու գործառույթ ունի։ Իրականում խիղճը մարդու մեջ դրված է, որպեսզի իրեն ուրախացնի։ Ինչպես մանկան մեջ խիղճը իրեն ուրախացնում է, երջանկացնում է, խաղաղեցնում է։ Ինչու՞։ Որովհետև մանուկն անմեղ է եւ կարողանում է պահել իր անմեղությունը, իր սրբությունը։ Եվ մեր Տերն Ավետարանում ասում է. եթե չլինեք երեխաների նման, երկնքի արքայությունը չեք շարժի։ Այսինքն, եթե դուք չգտնեք խղճի դրական գործառույթը ձեր մեջ, խիղճը ձեր մեջ դրականորեն չգործի, ձեզ չուրախացնի, երկնքի արքայությունը չեք գտնի։ Աստված է ուրախացնողը մեզ եւ խղճի միջոցով իր ներկայությամբ մեզ ուրախացնում է, բայց երբ ենք մենք ուրախանում, երբ որ զգում ենք Տիրոջ ներկայությունը, իսկ երբ ենք զգում, երբ որ անմեղ ենք, երբ որ մաքուր ենք, երբ որ սուրբ ենք։ Ուրեմն մենք պետք է ձգտենք ու փափագենք այս խղճի դրական ներգործության։ Խաղաղվենք, հանդարտվենք, ձգտենք հնարավորինս մաքուր պահել միտքը, սիրտը եւ մարմինը, որպեսզի մեր մեջ Աստծո ձայնը խիղճը դրականորեն գործի եւ մենք միշտ ուրախ լինենք։ Ինչպես երեխան միշտ ուրախ է, անգամ եթե մենք փորձենք ժամանակավորապես խլել երեխայի ուրախանությունը, ցավ պատճառել, ուղղակի մի ակնթարթ է համեմատած իր ուրախության հավիտենականության։ Չենք կարող խլել իր երջանկությունը իրենից, որտեղ ինքը Աստծով է ուրախ, իսկ Աստված երբեք չի տխրեցնում մարդուն ստեղծել, որ ուրախ լինի մարդը։ Բայց մենք երբեք կորցնում ենք մեր ուրախությունը։ Ուրախություն կորցնելը նշանակում է մեր անմեղությունն ենք կորցնում։ Սխալներ ենք գործում։
նախ եւ առաջ մտքով, ինչպես ավետարաններն ասում է, տեսար, ցանկացար, շնացար, սրտումդ ցանկացար, այսինքն երկրորդը սրտով եւ երրորդը նաեւ մարմնով։ Եվ բնականաբար ուրախության կորուստը կամ տխրությունը եռաչափ է։ Սկզբում միտքն է տատանվում, միտքն է խավարում, հետո սիրտն է սարճում, սիրտն է գայթակղում եւ մարմինն է սկսում գործել մեղքեր։ Եվ մենք այս երեք եռաչափ աստիճանին հասել ենք։ Մտքով, սրտով եւ մարմնով մեղքեր ենք գործել։ Հիմա անդրադառնում ենք մեր կյանքին, ուզում ենք հետ դառնալ։ Չենք ուզում այլևս տխուր լինել։ Ոչ թե մեղքերի պատիժն է մեզ այնքան ցավ պատճառում, այլ որքան ուրախության կորուստը։ Մեզ համար ավելի լավ է բազմաթիվ պատիժներ կրենք, բայց վերագտնենք մեր ուրախությունը, պատրաստ ենք ամեն ինչի, ամենամեծ ապաշխարությունն անգամ կրել, բայց վերագտնել այն անմեղությունը, մանկական ուրախությունը, այն երջանկությունը, ինչպես կատարենք դա։ Առաջին, որտեղ որ հասել ենք, այնտեղից էլ պետք է կանգնենք, այսինքն եթե ընկել ենք, հասել ենք մարմնական մեղքերի, մարմնավոր մեղքերի ենք հասել, ապա առաջնահերթ պետք է մեկ մարմնական մեղքերից ձերբ ազատվենք, որտեղ եթե քո մարմինը հակում ունի, սովորություններ ունի մեղքերի, ապա քո մտքի եւ սրտի պայքարը անզոր է մարմնի դեմ։ Եթե դու մարմնով ես շնանում, ապա սրտով ու մտքով արդեն իսկ շնացել ես։ Եթե դու մարմնով բարկանում ես, հարվածում ես, կռիվ ես անում, ապա սրտով ու մտքով արդեն իսկ պարտված ես։ Ուստի առաջինը մենք պետք է սկսենք մարմնից, թեպետ մարմնից չենք սկսել մեղքեր գործել, մտքից սրտով անցել է մարմին, բայց մարմնից պետք է մաքրենք, այնուհետև սիրտ եւ միտք բարձրանանք։ Մենք պետք է հրաժարվենք չար մեղսալից սովորություններից։ Եվ դա պետք է անենք ամբողջ ուժով, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, մինչև արյուն թափելու աստիճան պայքարենք մեղքի դեմ։ Եվ երբ մենք մեղսալից հակումներից հրաժարվում ենք, սովորությունները հաղթահարում ենք չար սովորությունները, այն ժամանակ մեր մեջ ուժ է գտնում, մեծ ուժ ենք գտնում մեր մեջ, կարողանում ենք քաջալերվել, սրտապնդվել, դեռևս ամբողջական ուրախություն չենք ձեռք բերի, որովհետև սկիզբն է, բայց մեծ քաջալերանք ու սփոփանք է գալիս, որ մենք կարողացանք հաղթահարել հարբեցողությունը, ծխելը, խմելը, շնանալը, գողանալը, այսպես մեծ տեսանելի ծանր մեղքերը հաղթահարեցինք։ Երկրորդը գալիս է սիրտը, մենք մեր սիրտն էլ պետք է մաքրենք, որտեղ սրտի մեջ էին ծնվել այդ մեղքերը, նոր դարձել են գործ, սիրտն էլ պետք է մաքրենք, ինչպես արտասուքով։ Ապաշխարությունը 3 մասից է բաղկացած. պահք, աղոթք եւ ողորմություն։ Երկու մասերը ապաշխարության, ողորմությունն ու պահքը ուղղված են մեղքերի քավության եւ թողության համար, այսինքն մարմնավոր մեղքերից ձերբազատվելու համար, մեղքերի պատիժը վճարելու համար, իսկ աղոթքը սիրտը մաքրելու համար է։ Ուրեմն քանի դեռ մենք մեր սիրտը ամբողջովին չենք մաքրել, բնականաբար աղոթքով եւ արտասուքով մենք չենք ձերբազատվի մեղքերից։ Ուրեմն սիրտն էլ մենք պետք է մաքրենք ջերմերան աղոթքներով, որպեսզի մենք թեթևանանք սրտով, քանի դեռ մեր սիրտը աղտոտված է ամեն տեսակի չար մտածումներով, չար ապրումներով ու զգացումներով, մենք մեր սրտի մեջ Տիրոջը չենք տեսնի, որտեղ սրտով մաքուրներն են Աստծուն տեսնում, իսկ սրտով աղտոտները Աստծուն չեն տեսնի։
ուրեմն մեր սիրտն էլ պետք է մաքրենք։ Եվ մեր սիրտը ամբողջովին մաքրեցինք, այն ժամանակ կամաց արևածագն է մոտենում։ Այս երկրորդ աստիճանի վրա մենք երբեմն կարող ենք ուրախանալ, երբեմն կարող ենք երջանկանալ, որովհետև սրտով մաքուրներն Աստծուն են տեսնում, իսկ ով Աստծուն տեսնում է, երանելի է, որտեղ ավետարանում մեր Տերն ինչ է ասում, եղանի ձեր աչքերին ինչ որ տեսնում եք, եւ ձեր ականջներին ինչ որ լսում եք, շատ արդարներ ու մարգարեներ ցանկացան տեսնել ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան, լսել ինչ որ լսում են, բայց չլսեցին։ Ուրեմն երկրորդ աստիճանը սրտի մաքրությունն է, որ մենք պետք է ձգտենք ու փափագենք սրտով մաքրվել, որպեսզի գտնենք այն կորցրած երանությունը կամ կորուսյալ դրախտը։ Եվ եթե ուզում ենք սրտի մաքրությունը միշտ պահել, եւ ինչպես Պողոս առաքյալն է այսօր ասում մեզ, միշտ ուրախ լինել, որտեղ մեր սիրտը միշտ չէ որ ուրախ է լինում, հազվագյուտ է մեր սրտի ուրախության պահերն ու ակնթարթները, բայց վստահ եմ, որ այդ մի պահ ուրախությունն ու երանությունը հավիտենականության արժեք ունի։ Կարծես մեր կյանքը իմաստավորվում է այս ուրախության ակնթարթներով, որ հավիտենականությունն են իր մեջ պարունակում։ Պետք է մենք նաև մտածենք մտքի մաքրության մասին, որտեղ մեր սրտի մաքրությունն ու սրբությունն ու ուրախությունը մենք կարող ենք ապահովագրել մտքի մաքրությամբ։ Մենք ուշադիր պետք է լինենք մեր խորհուրդներին, հետևենք, որ չար մտածումներ թույլ չտանք մեր մեջ, եւ առավել եւս, որ այդ չար մտածումները մեր սիրտը չանցնեն, որպեսզի մենք կարողանանք պահպանել այն կորցված ուրախությունը։ Որքան ենք մենք տանջվել, որ կորցրել ենք ուրախությունը, որքան ենք տխրել, որ ուրախ չենք, այդպես էլ պետք է փափագենք ու ձգտենք, որ այլևս չտխրենք։ Մեր մտքով հսկողություն պետք է սահմանենք մեր սրտի վրա, աղոթքով, արտասուքով, կարգ ու կանոնով, աղոթքի կարգով, մեր օրվա ամբողջական կարգավորությամբ մեր սրտի մտքի վրա հսկողություն պետք է դնենք։ Մարմին այլևս չպետք է վերադառնանք։ Մարմինը պետք է մեզ համար միշտ մաքուր ու սուրբ լինի, որտեղ Պողոս առաքյալն ասում է, չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք, եւ Աստծո Սուրբ Հոգին է ձեր մեջ բնակվում։ Աստծո Սուրբ տաճարը պետք է վերցնեք ու պղծեք քավլիցի։ Ուրեմն մենք պետք է հասնենք նաև մտքի մաքրության, որպեսզի կարողանանք պահել մեր մշտական երանությունը, մշտական երջանկությունը։ Միշտ ուրախ լինել նշանակում է հսկել մտքի վրա, պահպանել դիրքերը, որպեսզի չարը մուտք չգործի մեր սիրտը, եւ աղոթքով ջերմացնել հոգին։ Սիրտը, որպեսզի կարողանա միշտ ուրախ լինի մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին։ Եվ այդպես կարող ենք պահել ու պահպանել մեր ուրախությունը ու երջանկությունը։ Ուրեմն հենց սրա մասին է խոսում Պողոս առաքյալը, ասում է միշտ ուրախ եղեք, կրկին եմ ասում, միշտ ուրախ